Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, աշխարհում ծնելիության մակարդակը նվազում է, բայց կյանքի տևողությունը ավելանում։ Սա 2025-ին իրականացված աշխարհի բնակչության զեկույցի տվյալներն են։ Այսօր կզրուցեմ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ, ամփոփելով 2025-ին իրականացված ծրագրերի եւ միջոցառումների արդյունքները։ Բարև ձեզ Տիկին Սարգսյան։ Բարև ձեզ։ Զրույցը սկսենք աշխարհի բնակչության 2025 թվականի զեկույցի տվյալներն ամփոփելով կխնդրեմ առանձնացնեք առանցքային կետերը։ Շնորհակալություն հրավերի համար։ Այսօր ամբողջ աշխարհը անցնում է մի երևույթի միջով, որը կոչվում է ժողովրդագրական անցում։ Սա ենթադրում է, որ ժողովրդագրական պատկերը տարբեր երկրներում փոխվում է։ Եթե մենք մի ժամանակ խոսում ենք ժողովրդագրության մասին, անդրադառնալով բուրգի տեսք ունենալու մասին, որ ներքևում ավելի մեծ թիվ են կազմում երեխաները, երիտասարդ բնակչությունը եւ վերևում արդեն ավելի ավագ սերունդը, ավելի փոքր թվաքանակով, այսօր բուրգը այլևս չի արտացոլում ժողովրդագրական պատկերը, եւ մենք ըստ էության ներքևում ունենք ավելի փոքր թվաքանակով երեխաներ, որովհետեւ ծնելիության ցուցանիշն է փոխվում, գրեթե ամբողջ աշխարհում է փոխվում, իհարկե տարբեր արագությամբ, բայց ամեն դեպքում նվազում է։ Հետևաբար նաև երիտասարդների թիվն է պակասում եւ վերևում արդեն, քանի որ ավելի բարեկեցիկ է դարձել առողջապահությունը, կյանքը ավելի երկար է, կյանքի տևողությունը եւ ունենում ենք ավելի շատ, ավելի մեծ քանակով ավագ սերունդ։ Մեր այս տարվա ուսումնասիրությունը նվիրված է եղել հատկապես ծնելիությանը, ցանկալի թվով երեխաների ունենալուն եւ 14 երկրում աշխարհում 14000 մարդու շրջանում այդ թվում իրականացվել են հարցումներ եւ ուսումնասիրություններ եւ պարզվել է, որ հիմնականում մարդիկ չեն կարողանում ունենալ այնքան երեխաներ, ինչքան ցանկանում են։ Դա շատ լավ նաեւ արտացոլում է Հայաստանի պատկերը, մեզ մոտ էլ ցանկալի երեխաների թիվը 3-ն է իրականում, բայց ծնելիության գործակիցը եթե նայում ենք 1.9 է, այսինքն ավելի քիչ են ունենում եւ ինչպես մեր մոտ, այնպես էլ ամբողջ աշխարհում պատճառները գրեթե նույնն են եղել։ 3 հիմնական պատճառ են առանձնացրել մարդիկ։ Առաջին հերթին ֆինանսական ոչ բարեկեցիկ պայմանները, բնակարանի բացակայությունը խանգարել է կամ խոչընդոտ է եղել մարդկանց համար իրենց երազանքի թվին հասնել երեխաների, երկրորդ տեղում եղել են առողջապահական խնդիրները, այդ թվում անպտղության հետ կապված հարցերը եւ երրորդ տեղում արդեն ամբողջ աշխարհում նաեւ ասել են համավարակների, համաճարակների, պատերազմների, կոնֆլիկտների մասին որպես խոչընդոտ։ Մեզ մոտ էլ երիտասարդ բնակչության թիվը նվազել է եւ միգրացիա եւ ծնելիության գործակցի փոփոխման արդյունքում եւ վերջին տասնամյակը եթե վերցնենք երիտասարդ բնակչության թիվը մոտ 25%-ով նվազել է։ Սա է նաեւ եղել պատճառներից մեկը, որ այսօրվա երիտասարդության մասին օրենքը, որը նոր ընդունվեց 2025 թվականին, մի փոքր ընդլայնեց երիտասարդների տարիքային խումբը եւ ավելի մեծ հիմա քանակությամբ բնակչություն է համարվում երիտասարդ եւ հետեւաբար պետության քաղաքականությունը ուղղված է լինելու հենց այս խմբին։ Մեզ մոտ մեկ այլ խնդիր էլ կա, որ այն երիտասարդների քանակը, ովքեր որ ոչ կրթության, ոչ էլ ֆորմալ զբաղվածության մեջ են ներգրաված, բավականին բարձր է, հատկապես կանանց շրջանում է այս թիվը ավելի բարձր, 33%-ից բարձր է, իսկ տղամարդկանց մոտ 15%-ի մասին ենք խոսում։ Ստացվում է, որ ավելի փոքր քանակի բնակչություն աշխատում է, ստեղծում է հավելյալ արժեք, այդ թվում տնտեսական, եւ պետք է հոգա ավելի մեծ թվով ավագ սերնդի կարիքները, սոցիալ-տնտեսական, առողջապահական եւ այլ կարիքներ։ Հենց այստեղ է գալիս այդ ամբողջ աշխարհում անցման պահը, որ մենք բոլորս պիտի մեր որոշումները այսուհետ հիմնենք նոր իրողության վրա, նոր ժողովրդագրության պատկերի վրա, որպեսզի դրանք ճիշտ եւ թիրախային լինեն։ Այս դեպքում օգնության է հասնելու նաև մեր երկրում վերջերս ընդունված ժողովրդագրական ռազմավարությունը, կարծում եմ, եւ զուգահեռ նաև մի շարք ծրագրեր արդեն իրականացնում եք եւ նախատեսում եք իրականացնել։ Կառանձնացնեք մեկ նախագիծ եւ խոսենք այդ մասին։ Շնորհակալություն շատ, հատկապես ռազմավարության անդրադառնալու համար, իսկապես սա բացառիկ ռազմավարություն է եւ ոչ միայն մեր երկրում, ամբողջ աշխարհում համարվում է պրոգրեսիվներից, որովհետեւ մշակված է հենց մարդու իրավունքների, մարդկային կապիտալի զարգացման սկզբունքի հիման վրա, բայց այս ռազմավարությունը պետք է դեռ իրականացնել։ Եվ իրականացնելու համար մենք բոլորս պետք է ունենանք ճիշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, ճիշտ հասկանալու ժողովրդագրական իրավիճակը եւ դրա հիման վրա գործողություններ իրականացնելու։ Դրա համար որպես առաջնային քայլ մենք առանձնացրել ենք եւ փորձել ենք լուծել ժողովրդագրական կրթության հարցը։ Այսօր Հայաստանում չկա ժողովրդագրություն որպես կրթության առանձին առարկա կամ հնարավորություն չկա դա ուսուցանել որևէ տեղ։
Մենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում ԵՊՀ-ում հիմնեցին ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը։ Այս կենտրոնը ըստ էության երկու ուղղությամբ է աշխատելու։ Առաջինը հետազոտական հենքն է, պետք է օգնի պետությանը հավաքել են բոլոր տվյալները, որ պետք են եւ դրանց անալիզի հիման վրա պետությանը ճիշտ ներկայացնի եւ աջակցի քաղաքականությունների եւ որոշումների կայացման փուլում։ Մենք այստեղ արդեն լավ արդյունքներ ունենք, որովհետեւ ԵՊՀ-ի հետ հենց հիմա աշխատում ենք երիտասարդների ոլորտում, կանանց ոլորտում տվյալների մշակման, հավաքագրման ուղղությամբ եւ երկրորդը արդեն կրթության ներդրումն է։ Կրթություն բոլոր մակարդակներում եւ որոշումների կայացման եւ օրինակ քաղծառայության բլոկում, որովհետեւ հենց քաղծառայողներն են, որ պետք է աշխատացնեն ռազմավարությունը, որը ընդունվել է արդեն, եւ հետագա արդեն հերահար պլանը առանձին որպես մագիստրատուրա կամ բակալավր ժողովրդագրությունը որպես կրթություն առաջարկելու թիրախն է մեր։ Նաև խոսեցիք անպտղության մասին, կցանկանայի նշել, որ անպտղության վերաբերյալ վերջին քանակական հետազոտությունը, որը ՄԱԿ-ը իրականացրել է 2022 թվականին, ցույց էր տվել հետևյալ պատկերը, որ Հայաստանում անպտղության ցուցանիշը 16.8% է, այսինքն երեխա ունենալ ցանկացող յուրաքանչյուր 6 զույգից մեկը չէր կարողանում երեխա ունենալ։ Այս առումով ինչ տվյալներ ունենք, տեղյակ եմ, որ նախատեսում եք եւ իրականացնում եք մի շարք հետազոտություններ։ Եվ մայրական եւ նաև վերարտադրողական առողջության վերաբերյալ։ Այո, շնորհակալություն, սա իրականում քանակական հետազոտություն է եղել, որը ցույց է տվել ընդհանուր տարածվածությունը խնդրի, բայց մենք ապագայում պլանավորում ենք իրականացնել հենց պատճառների վերաբերյալ հետազոտություն, որովհետև այստեղ ոչ միայն անպտղության դեպքում ծառայությունների հասանելիության հարցն է առաջ գալիս, որ այսօր մեր երկրում կան արդեն այդ աջակից ծառայությունները այն զույգերի համար, ովքեր որ անցնում են այս process-ի միջով, բայց նաև ինչպես կանխարգել ենք այնքանով, որքանով հնարավոր է կանխարգելել եւ մենք ապագայում թիրախ ենք դրել հենց այս ոլորտում խորացված հետազոտություններ իրականացնելու, որպեսզի վերհանենք իրական պատճառները, ընդ որում հասկանանք դրանք որ փուլում են ի հայտ գալիս, առաջնային անպտղության փուլում, թե երկրորդային օրինակ, երբ որ արդեն մարդիկ ունեն երեխա եւ երկրորդ երեխայի հարցն է եւ փորձենք ժամանակին դրանք կանխարգելել։ Ընդ որում կանխարգելումն էլ շատ տարբեր ուղղություններով կարող է արվել եւ կրթական համակարգերում ուսուցանման եւ ավելի առողջ ապրելակերպ քարոզելու եւ արդեն եթե կան կոնկրետ առողջապահական հարցեր, այստեղ ավելի լավ ծառայություններ տրամադրելու արդյունքում։ Մենք դրանից առաջ էլ 2022 թվականից առաջ էլ էինք արել հետազոտություն եւ այստեղ շատ հետաքրքիր ցուցանիշ էինք վերհանել, նախ եւ աճ էր ընդհանուր առմամբ անպտղության նկատվել, բայց շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է օրինակ առաջնային անպտղությունը մի փոքր կանանց մոտ նվազում, ավելանում երկրորդային անպտղությունը, բայց շատ ավելի հետաքրքիր էր տեսնելը, որ տղամարդկանց մոտ, երբ որ առաջնային անպտղությունը մի փոքր նվազել էր, երկրորդային անպտղությունը 4 անգամ ավելացել էր։ Սա իրականում շատ ուշադիր պետք է լինենք այս ցուցանիշի հանդեպ, ինքը ենթադրում է, որ հենց պատճառների ուղղությամբ պետք է խորանալ, ուսումնասիրել եւ հասկանալ ինչու է հենց երկրորդային անպտղությունը տղամարդկանց մոտ այսքան աճ ունեցել։ Իսկ կոնկրետ ծնելիության գործակիցը մեզ մոտ ինչպիսին է։ Ծնելիության գործակիցը մեզ մոտ 1.9 է, պարզ ծնելիության, պարզ վերարտադրողության գործակիցը 2.1 է, այսինքն դրանից նվազել է։ Առհասարակ ծնելիության գործակիցը ամբողջ աշխարհում է նվազում, այդ տենդենսը կա, այն երկրները, որտեղ համարվում է, որ միշտ բարձր է եղել ծնելիության գործակիցը, անգամ այնտեղ է արդեն նկատվում նվազում։ Իհարկե արագությունը եւ լրջությունը հարցի շատ տարբեր է տարբեր երկրներում, բայց տենդենսը մեկն է, որ դեպի նվազում է գնում։ Այստեղ օբյեկտիվ պատճառներ էլ կան, մարդիկ ուզում են ունենալ այնքան երեխաներ, որքան կարող են ապահովել երեխայի կրթության, առողջության եւ այլ կարևոր հարցեր։ Նաև կարևորվում է բժշկական հանրույթի մեկ համալիր մոտեցմամբ աշխատելավոճը եւ տեղյակ եմ, որ ՄԱԿ-ը գործընկեր կառույցների պետության հետ զուգահեռ մի շարք միջազգային ուղեցույցներ է պատրաստում եւ նաև գործելակարգեր։ Երևի թե առանձնացնենք ու ամփոփենք հենց 2025-ին ինչ նմանատիպ աշխատանքներ են իրականացվել եւ ինչ արդյունքներ ունենք։ Գործելակարգերը շատ կարևոր են ոչ միայն վերարտադրողական առողջության ոլորտում, այլ բոլոր ոլորտներում։ Դրանք օգնում են, որպեսզի ծառայությունները համաչափ լինեն, միատեսակ լինեն եւ ծառայության որակը միատեսակ լինի եւ Երևանում եւ մարզերում։ Գործելակարգը բուժաշխատողին, ծառայություն մատուցողին տալիս է քայլերի հաջորդականություն, որոնք ապահովելու դեպքում ծառայության որակը պետք է բարձր լինի։ Դրանք մշակվում են միջազգային չափանիշների հիման վրա, հիմքում դրվում են նաեւ այն ուղեցույցերը, որ պրակտիկայում եղել են արդեն եւ մեր բուժաշխատողները սովոր են դրանցով աշխատել։ Եվ եթե մեկ օրինակ բերեմ, ինչպես կարող է գործելակարգը ապահովել, որ հավասար
լինեն ծառայությունները, օրինակ այս տարի մենք աշխատել ենք վիժումների գործելակարգի վրա եւ քայլերի հաջորդականությամբ այնտեղ տվյալներ են ներկայացված բուժաշխատողի համար, թե ինչպես է պետք վարել այս process-ը, ինչ դեղորայք է պետք նշանակել, ինչ այլ բուժաշխատողներ է պետք ներգրավել, երբ է պետք այդ ամենը անել։ Գործելակարգեր մենք նաև մշակել ենք այլ ոլորտներում, ընդ որում շատ կարևոր է ընդգծել, որ դրանք պարտադիր իրավական ուժ ունեն, եւ գործելակարգի հիման վրա մատուցած ծառայությունը շատ հեշտ է գնահատել արդյունավետությունը, բացերը, եթե օրինակ մեկ այլ օրինակ բերեմ, ընտանեկան բռնության ոլորտում, երբ որ մարդը գնում է աջակցման կենտրոն, բռնության ենթարկվածը, հիմա արդեն այս տարվա արդյունքում կա գործելակարգ, որը մշակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում, թե ինչ պետք է արվի այս գործի հետ։ Ինչ հարցաթերթեր պետք է լրացվեն, հոգեբանական աջակցությունը երբ պետք է տրամադրվի, այսինքն սկզբից մինչև վերջ ծառայության։ Գործելակարգերը կարևոր են նաև, որովհետև մենք դրանք դնում ենք կրթական դասընթացների եւ կարողությունների զարգացման համակարգերի հիմքում։ Այս տարի առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ընդունվեց սեռական բռնության ենթարկված կանանց բժշկական օգնության կլինիկական ուղեցույցը եւ դրա հիման վրա արդեն իսկ իրականացվեցին վերապատրաստումներ բուժաշխատողների համար, որպեսզի իրենք կարողանան այս դեպքերը ավելի արդյունավետ արձագանք տրամադրել։ Խոսեցինք ընտանեկան բռնության մասին, եկեք ավելի շատ շեշտադրենք գենդերային բռնության դեմ իրականացվող աշխատանքները, միջոցառումները, կարծես թե վերջին շրջանում ավելի շատ շեշտադրվում է թվային բռնությունը։ Ինչ վիճակագրություն ունենք եւ ինչ մարտահրավեր է սա կոնկրետ 21-րդ դարում։ 2025 թվականին 16-օրյակի արշավի խորագիրն էր հենց միավորվել գենդերային բռնության դեմ պայքարի հարցում հենց թվային հարթակում։ Մենք թվային աշխարհում վաղուց ենք, բայց կարծես նոր ենք սկսել խոսել բռնության դեմ պայքարի մասին եւ նոր ենք սկսել ճանաչել, որ թվային հարթակում էլ կա բռնություն։ Այստեղ ընդ որում բռնության նույն տեսակների մասին ենք խոսում, ինչպես թվային հարթակից դուրս է հոգեբանական բռնություն, տնտեսական բռնություն, սեռական բռնություն եւ բռնությունը կարող է ընդհանուր հասնել ֆիզիկական դրսևորումների, երբ որ մարդը օրինակ թվային բռնության արդյունքում ինքնասպանություն կարող է գործել, այսինքն կյանքին ուղիղ առնչվող հարց է եւ թվային բռնության հետևանքները թվային չեն, դրանք շատ ռեալ են, մեր առօրյա կյանքի հետևանքներ են։ Թվային բռնության միասնական սահմանում չկա։ Ամբողջ աշխարհում չկա, դա էր պատճառը, որ ասում եմ նոր ենք սկսել մենք սրա մասին խոսել եւ դրա համար է, որ միասնական վիճակագրություն չկա։ Բայց Հայաստանում իրականացված վիճակագրական հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆիզիկական աշխարհում, այսինքն ընտանեկան օրինակ բռնության ենթարկված կանանց 90%-ից ավելին թվային հարթակում է բռնության ենթարկվել։ Ընդ որում հետազոտությունները ցույց են տալիս նաեւ, որ շատ քիչ է դիմելիությունը թվային հարթակում բռնության դեպքում ծառայություններին, ընդհանրապես 23%-ն է դիմում ծառայություն ստանալու համար։ Թվային հարթակում բռնությունը տարբերվում է ոչ թվայինից հիմնականում նրանով, որ հիմնական դեպքերում բռնություն գործադրողը հայտնի չէ։ Եվ միգուցե նաև հայտնի չդառնա էլ, որովհետև շատ դժվար է գտնել աշխարհի մեկ այլ կետից այս կետում բռնություն գործադրող թվային ոլորտում բռնություն գործադրող մարդուն։ Շատ հաճախ դա կարող է նաև արհեստական բանականության միջոցով արվել։ Դրա համար է, որ այստեղ շատ կարևոր է մեր բոլորի իրազեկումը եւ թվային գրագիտության բարձրացումը։ Մենք պետք է ճիշտ հասկանանք ինչ է բռնությունը թվային ոլորտում եւ ինչպես դրա դեմ կարող ենք պաշտպանվել եւ հենց սրան է ուղղված այս արշավը։ Դրա համար մենք ներգրավել ենք հնարավորինս շատ քանակով եւ բլոգերների, եւ ոլորտի մասնագետների, եւ լրագրողների, որպեսզի իրազեկումը բարձրացնենք եւ այն թիրախումբը, որը շատ հաճախ նաեւ երիտասարդներն են, իմանա բռնության այս տեսակի մասին եւ ճիշտ պաշտպանվի եւ նաեւ բարձրաձայնի դիմի իր համակարգի կամ թվային ոլորտում մասնագետների։ Այստեղ շատ կարևոր է, որ մասնավոր ոլորտն էլ մաս կազմի այս ամենի, շատ հաճախ թվային հարթակները մասնավորի ձեռքում են, կորպորացիաների ձեռքում են եւ կարեւոր է, որ մասնավորը հասկանա, որ բռնության դեմ պայքարում ինքն էլ անելիք ունի եւ մասը դառնա այս պայքարի։ Այս ամենին զուգահեռ կարծես թե նաեւ թվային գործիքներն են օգնության հասնում եւ մի շարք նոր հարթակներ են ստեղծվել նմանատիպ խնդիրները կանխելու համար։ Կոնկրետ 2025 թվականի հունվարից գործարկվեց մեկ հարթակ, որը որ պետք է օգնի այդ թե վիճակագրական, թե վերլուծական տվյալների այսպես համատեղ կարգավորմանը, անդրադառնանք այս հարթակին։
Շնորհակալություն։ Երկու հարթակի կուզեմ իրականում անդրադառնալ։ Առաջին հարթակը շատ ճիշտ նշեցիք, լուծումը մեծագույն բաց։ Մենք առ այսօր ընտանեկան բռնության վիճակագրություն միասնական չենք կարողացել վարել։ Յուրաքանչյուր պետական մարմին, ծառայություն մատուցող իր չափանիշներով է վարել այդ վիճակագրությունը թղթային։ Պատկերացնում եք ինչքան դժվար է մասնագետի համար այդ լավաշները թղթային լրացնել, հետո որևէ մեկն էլ պետք է վերցանի այդ ամենը համադրի միասնական տվյալ ստանալու համար։ Ընդ որում այս պարագայում դժվար էր համադրել տվյալները, որովհետև մենք չէինք կարողանում առանձնացնել կրկնակի գործերը կամ նույն գործը 3 մարմնում որպես առանձին վիճակագրական տվյալ էր երևում։ Մենք դա թվայնացրեցինք։ Այսօր բոլոր ծառայություն մատուցողները, պետական մարմինները կարող են օգտվել այն հարթակից, որը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Նորք տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցության արդյունքում շատ պարզ տարբերակով on-line հարթակում լրացնում են բռնության ենթարկվածի բռնարարի տվյալները։ Համակարգը ապանձնավորում է այս տվյալները, փակում է, ապահովում է գաղտնիությունը եւ նաեւ համակարգը ճանաչում է այս նույն գործն է, որը ոստիկանությունն էլ է մուտքագրել, հետո գործը գնացել է դատարան, դատական համակարգն էլ է մուտքագրել եւ դա չի արդեն դիտարկում որպես երկու առանձին գործ, այլ վիճակագրության առումով մենք ունենում ենք մեկ թիվ։ Եվ այս ամենի արդյունքում էլ նախարարությունը աշխատանքի և սոցիալական հարցերի կարող է արդեն հրապարակել տվյալները, բայց ինչը ամենակարևորն է ճիշտ որոշումներ կայացնել ծառայությունների առումով։ Համակարգը թույլ է տալիս հասկանալ տարվա ընթացքում, որ մարզում ինչ բռնության տեսակ է ավելի շատ եղել, քանի անգամ է կրկնվել, որ տարիքային խումբն է ավելի խոցելի եղել, որտեղ է ծառայությունը վատ եղել, պակաս եղել կամ ավել եղել եւ դրա հիման վրա մենք կարողանանք արդեն ավելի թիրախային ծառայություններ ունենալ։ Եվ երկրորդ գործիքը, որի մասին կուզեմ խոսել, որը մշակվել է 2020 թվականից դեռ, բայց 2025 թվականին կատարելագործվել է եւ արդեն միացել է ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման համակարգին, դա Սեյֆի հավելվածն է։ Պատկերացնենք իրավիճակ, որ կինը վտանգի մեջ է եւ չի կարող զանգով ոստիկանությանը դիմել, որովհետեւ բռնությունը կուժգնանա, բռնարարը կտեսնի, կամ օրինակ հաշմանդամություն ունի եւ չի կարող զանգել եւ խոսքով ասել այն վտանգի մասին, որտեղ գտնվում է։ Այս դեպքերի համար կա Սեյֆի հավելվածը, որը մշակվել է Հայաստանում եւ տարածվել է ամբողջ աշխարհում, արդեն կենտրոնական Եվրոպայում է գործում, Իրաքում է գործում եւ դեռ շարունակվում է գրավել աշխարհը։ Սա հնարավորություն է տալիս մեկ կոճակ սեղմելով ուղարկել SOS ազդանշան գեոլոկացիայով, որտեղ ես գտնվում եւ 1 րոպե ձայնագրությունով, ինչ է կատարվում քո շրջակայքում, ուղարկել քո անձնական կոնտակտներին, եթե դու դա նախընտրել ես, եւ նաեւ ոստիկանությանը։ Արդյունքում ոստիկանությունը վայրկյանների ճշգրտությամբ ստանում է տվյալ քո գտնվելու մասին եւ կարողանում է թիրախային կազմակերպել աջակցությունը։ Սա շատ բացառիկ լուծում է, ընդ որում այս երկու հարթակներն էլ, որոնց մասին խոսեցինք, բացառիկ լուծումներ են, որոնք ծնվել են Հայաստանում եւ ես վստահ եմ դրանք գրավելու են ամբողջ աշխարհը, որովհետեւ դրանք երկու կարևորագույն հարց են լուծում։ Ծառայությունները թիրախային են դարձնում եւ նաեւ բռնության վտանգի մեջ գտնվող կնոջ համար ավելի անվտանգ միջավայր են ստեղծում։ Նաև ամփոփելով այս ամենը, կարծես թե նկատելի է անգամ պետական համակարգից են բարձրաձայնում, որ եթե ժամանակին կանայք կամ առհասարակ բռնության ենթարկված անձինք որևէ այսպես զոհի կարգավիճակում էին հայտնվում, իրենց խնդրի մասին վախենում էին, չէին բարձրաձայնում կամ մասնավոր սեկտորին էին դիմում, հիմա կարծես թե նկատելի է այդ խնդրից չվախենալու, բարձրաձայնելու դրվագները։ Այս առումով կա որոշակի վերլուծություն, պատկեր։ Ունենք ընտանեկան բռնության դեպքերով դիմելիության աճ։ Եթե մենք 2017 թվականին խոսում էինք օրինակ 500 դեպքի մասին, որոնք հասնում էին իրավապահ մարմիններին, մասնավորապես ոստիկանությանը, 2024-25 թվականին արդեն մենք խոսում ենք 1000-ից ավել դեպքերի մասին։ Սա չի ենթադրում, որ բռնության դեպքերն են շատացել, ընդհանրապես ընդունված է, որ եթե այդ տարվա ընթացքում որևէ արտակարգ իրավիճակ տեղի չի ունեցել, բռնության դեպքերը չեն աճում, այլ աճում է դիմելիությունը։ Սա նշանակում է, որ այն արշավները, որ իրականացվել են, արդյունք տվել են, այսինքն մարդիկ գիտեն պաշտպանության եղանակների մասին, մյուս կողմից էլ նշանակում է, որ այն հսկայական աշխատանքը, որ վարվում է ծառայությունների որակի բարձրացման տեսանկյունից, էլի արդյունք է տվել, որովհետև վստահություն կա։ Բայց դա նաև նշանակում է, որ մենք պետք է շատ ավելի մեծ ջանքեր դնենք ծառայությունները ել ավելի կատարելագործելու, որովհետև դիմելիության բարձրացման հետ ծառայությունը ծանրաբեռնվում է։ Ու պետք են ավելի հմուտ մասնագետներ, ավելի շատ մասնագետներ։ Դրա համար է, որ
մենք աշխատանքը եւ իրազեկման բարձրացման տեսանկյունից ենք տանում, բայց եւ նաեւ աշխատում ենք ներքին նախարարության մեր գործընկերների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործընկերների եւ մյուսների հետ, որպեսզի այս մյուս կողմում էլ ապահովենք արդեն հմուտ ոստիկանության ծառայողներ, ովքեր որ կկարողանան գործը վարել լավ եւ մատչելի աջակցման կենտրոններ, որոնք հասանելի կլինեն բռնության ենթարկված մարդկանց համար։ Աճել է նաեւ սոցիալական ոլորտում դիմելիությունը, եթե էլի մի քանի տարի առաջ խոսում էինք 2000 դեպքի մասին մոտավորապես, արդեն 2024-25 թվականներին մոտավորապես 4000 ահազանգ թեժ գծի ծառայության դիմաց աջակցման կենտրոն դիմաց մարդկանց մասին ենք խոսում։ Եվ նաև ամփոփելով վստահ եմ վերարտադրողական առողջությունից մինչև գենդերային բռնության դեմ արշավներ ծրագրերը շարունակական են լինելու, կոնկրետ 2026-ի այսպես առաջնային թիրախը ծրագրային առումով որը կլինի։ Բարդագույն հարց երևի տվեցիք, որովհետև դրանք բազում են, 2026-ն էլ շատ արագ եւ բազում ծրագրերով լի տարի է լինելու, մեզ համար առաջնային է լինելու ինստիտուցիոնալ մակարդակի բերել կարողությունների զարգացման ծրագրերը։ Այսինքն այն դասընթացները, այն վերապատրաստման քննարկումները, որ կազմակերպվել են, դրանք ինտեգրել արդեն իսկ գործող կրթական համակարգերի մեջ, զարգացնել եւ դարձնել առօրյայի մի մաս։ Դա ենթադրելու է եւ գործելակարգերի հիման վրա կրթական ծրագրերի շարունակություն եւ նաեւ նոր կրթական ծրագրերի ներդնում, օրինակ ներքին գործերի նախարարության համակարգում, առողջապահական համակարգում, սոցիալական համակարգում, որը կապահովի մշտական եւ լավ ծառայությունների որակ, անկախ նրանից տվյալ ծառայություն մատուցողը նոր աշխատակից է, թե բազմամյա փորձ ունի, այս ստանդարտները կապահովեն ըստ էության այդ լավ միջավայրը բոլորի համար։ Շնորհակալություն շատ։ Ձեզ շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, զրուցում էի ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի հետ։ Հաջողություն։